Եթե դու հենց հիմա դիտում ես առաջին ակումբ ինչ-որ մեծ համով բան ուտելով կամ ինչ-որ համով բան խմելով, մենք ողջունում ենք քեզ ամբողջ ակումբով, ծափարում ենք քեզ ու ասում ենք մենք քո համար ենք այս էպիզոդը պատրաստել։ Պարզապես լայքի այս վիդեոն, բաժանորդագրվի նոր ալիքի YouTube-ի էջին ու մի հատ կոմենտ գրի ավեսով, ասենք ավեսով բարևներ ախպերներին, օրինակի համար, որտեղ այս ամենը քո համար է։ Հենց հիմա, արա, սկսում ենք։ Սպասում ենք։ Ապրես, գնացինք։ Շարունակում ենք առաջին ակումբը եւ ստենդափ եք ուզում։ Ստենդափ եք ուզում։ Կլինի ստենդափ, եկեք բարձր ծափերով դիմավորենք։ Գրիկ ստենդափ! Բարի երեկո առաջին ակումբ։ Բարի երեկո, բարի գալուստ եւս մեկ անգամ առաջին ակումբ, ոնց եք։ Լավ եք։ Ոնց է տրամադրությունը դալիճի, մի հատ ծափերով հասկանանք։ Ոնց է մուդը ոնց է։ Vibe-ը մեր դուրներդ գալիս է, vibe-ը։ Ռելաքս եք, հա։ Ինգեներով եկեք չիլ եք անում, հա։ Լավ իվենթ եք եկել, հա, ֆանի է, չէ, ֆենսի լրված եք, չէ, լավ ոնց, մարդկա որ բոյֆրենդի հետ եք է, չէ, արես ինչերն ենք մենք խոսում հայերս, զգացել եք ինչքան շատ ենք օգտագործում անգլերեն բառերը մենք Հայաստանում, տեսեք հայոց լեզուն ինքը համարվում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ, շատ հարուստ լեզու ունենք մենք, հայոց լեզվում կա 350,000-ից ավել բառ, բայց պարզվեց, որ այդքանը մեզ քիչ է նկարագրելու համար այն ազնվորությանը, ով մեր համար լավն է, դրա համար վերցեցինք cute բառը, cute Իրականում շատ օտար բառեր կա, որ մտել է մեր բառապաշար, շատ։ Այսօր ուզում եմ խոսանք դրա մասին։ Եթե համաձայն եք, ձեր հայոց լեզվի դասատուն կլինեմ ես, ընկեր Գևորգյանը, երեկոյի ընթացքում համաձայն եք։ Մի հատ հայոց լեզվի մասին, էլի, ինչքան սիրուն բառեր կա։ Ես առաջարկում եմ մեր բառապաշարից հանենք լիքը անգլերեն բառեր ու դրա փոխարեն մեր հայկական տարբերակները ավելացնենք։ Տեսեք, օրինակ, այս վերջից շատ են օգտագործում տոքսիկ հարաբերություններ բառը, չէ՞։ Աղջիկները ծանոթ կլինեն, տոքսիկ Հա, նայենք, բառը տոքսիկ, շատ ենք օգտագործում, ոնց կլինի հայերեն տարբերակը, թունավոր, ինչ ճիշտ բնութագրում է, չէ, թունավոր հարաբերություններ, ու այդ ավելի հասկանալի է դարձնում, էլի, որտեվ, տեսեք, տոքսիկը ինքը շատ սիրուն բառ է վատ բառ նշանակելու համար, ասենք ռիլ եմ նայում, մի հատ աղջիկ սենց հանգիստ խոսում է իր ու ամուսնու հարաբերությունների մասին, ասում է ես ու ամուսինս տոքսիկ հարաբերությունների մեջ էինք, գալիս էր ինձ ծեծում էր, հայհոյում էր, արա մարդը որ գիշեր 2-ին գալիս է քեզ քրֆելով տպում է, էդի չի կլինի տոքսիկ հարաբերություններ, իրերը պետք է իրանց անուններով կոչել, դա ավելի շատ մարդը էշի տղա է էդի ավելի շատ, իսկ ոչ մեզ տոքսիկ հարաբերություններ, այնց սիրուն բառ է, այդ մարդը մի քիչ սենց իրան լավ ազգում, էլի, սենց մտածում է ժամանակակից տղա է, որ ընկերներս մախբեր գիտես, չէ, ես ու Ռոզանը տոքսիկ հարաբերություններ մեջ ենք Մյուս բառը, խնդրում եմ, ուշադրություն, գնաց, abuser Ողբեր, տղեկ, հետ ինչ ողբեր, ասեմ, ուրեմն նշանակում է մարդ, ով մշտապես վնասում է մեկ ուրիշին Շատ են, չէ, աղջիկները շատ են, չէ, օգտագործում ես բառը, նախկինս abuser էր Էլի շատ սխալ է, էլի վատ երևույթը նկարագրող շատ սիրուն բառ, abuser Շատ սիրուն չի հնչում, անա հնչում է ոնց որ ֆրանսիական բանակի ղեկավար, այդպես բառը abuser Ֆրանսիացի Ժան-Միշել Բուդերոն մնաց պատմության մեջ որպես ամենահայրենասեր abuser Ասենք, abuser-ը նենց սիրուն բառ է, ասենք մտածում ես կարաս Instagram-իդ բիոյում գրած լինի, ասենք օրինակի համար գրած լինի, չգիտեմ, comedian TV host abuser, Սիրուն է, էլի հնչում ու վապշե չի հասկացում, որ էդի բրիանտաշն է, էլի էդ նույնն է, իսկ եթե սենց գրած լիներ, comedian TV host բրիանտաշ, արդեն պարզ է դառնում, չէ, էլի մի հատ, հիմնականում աղջիկների կողմից սիրված բառ, էսի շատ եմ սիրում, ուշադրություն, red flag Դալիճումով գիտի red flag-ը ինչ է, ծափերով Տողեքը, աղբերդի սովետի դրոշը, չեր աղբեր red flag Ինչ է red flag-ը, ինքը ազդանշան է,
որ տվյալ մարդու հետ ոչ մի բան չի ստացվի, անհամատեղելիության աստիճանը։ Այսինքն օրինակ ինչ-որ բան, ինչ red flag-ներ օրինակի համար ունեք դուք։ Կան մարդիկ, որ ինչ-որ red flag-ներ ունեն։ Ձեր red flag-ը ո՞րն է։ Ոյ, մի հատ։ Ինչ է։ Ահա, իր red flag-ը abuse-ն է։ Ինչն է abuse-ը, բարարան վերցրեք, հասկացեք։ Հայ, շիտ։ Տղաների վիլյուրի սպարտիվ կան, ես մատում եմ red flag-ը։ Ով ասեց ոնց աղբեր, սպարտիվ կովա նստած։ Վիդեոյին այ, մետ աղջիկ խոսում էր իր red flag-նից, իրական ռիլա, ասում էր իմ համար red flag-ը գիտեք որն է, իմ համար red flag-ը, որ տղեն հաց ուտելուց ճպճպացնում է։ Red flag-ը այդ ձեր համար։ Հիշում եք մենք փոքր ժամանակ որ ճպճպացնելով հաց ենք ուտում տունը ինչ էին ասում, ինչ red flag ասում են, «Ոյ տենց ախորժակով կեր, բալես»։ Ուխ, աճում է երեխեն արա։ Կեր։ Սախ կեր։ Արա հավեսով ուտելը ոնց դեռ red flag արա։ Խինկալին ոնց կարաս ճպճպացնելով չուտես, չէ ախպեր։ Են որ սես մի քիչ մեծ ես միամիտ կծում, սես ջրվեժի տակ ես ընկնում է։ Են որ սես թարչվում ես, արա սես։ Ոնց չճպճպացնես, դու ես ճպճպում արա։ Իմ համար red flag-ն է, որ աղջիկը խինկալին ճպճպցնելով չի ուտում։ Պատի ճպճպցնի, դες ասեմ, պատի ճպչրցնի։ Տղեկ, ինձանից ձեզ խորհուրդ, ձեր առաջին հանդիպմանը աղջիկա հետ մի գնացեք, որ թիթիստեղ cheesecake ուտելու։ Գնացեք պանդոկ խինկալի ուտելու։ Եթե ձեր հավանած աղջիկը խինկալի ուտելուց այս ձենը չի անում, ման թողեք այդ աղջկան։ Այդ աղջիկը ձերը չի։ Այդ red flag-ը։ Կամ էլի ուրիշ վիդեո աղջիկ ասում էր իմ համար red flag-ա, որ 30 տարեկան տղեն ապրում է իր ծնողների հետ։ Արա բայց որ պատահական պարզվում է, որ այդ տունը 4 հարգանի բասեյնով տուն է։ Red flag-ը գիտեք ինչ է դառնում։ Դե ես սիրում եմ մեծ ընտանիք։ Մյուս օտարամոլ բառը, որ մենք շատ ենք օգտագործում, ուշադրություն գնաց loser։ Այսինքն ինչի սրա հայերեն տարբերակներ չենք օգտագործում։ Նամանավանդ լիքը կա գնաց հերթականությամբ։ Անհաջողակ, մյուսը ծախորդ, մյուսը անբախտ, մյուսը հայկական ֆուտբոլ։ Լիքը ունենք, լիքը։ Բայց մյուս բառը, որը որ շատ են էլի օգտագործում ու էլի շատ հաճախ ենք լսում, դա սեքսիստն է։ Արեսի դե վաբշա, այրիկ ես իչատը չի է ջոգում ինչա նշանակում։ Ասում ես աղբեր դու սեքսիստ ես, ասում հա աղբեր լուրջ զգացվեց, 3 ամիսա ջիմ եմ գնում, մերսի աղբեր, զգացվում։ Դոշ եմ անում աղբեր։ Բայց ամենաշատ հանդիպող օտար բառերից մեկը, էդի որն է, որ բոլորի լեքսիկոնում ամտա, էդի sorry, չէ, որ իրար sorry են ասում։ Սիրուն հայրեն բառը կա, էլի, ուշադրություն։ Կներեք, ինձ սիրուն է հայերեն, կներեք, բառը որ ցանկացած իրավիճակում կարաս օգտագործես ու մարդիկ քեզ կհասկանան, ավտոբուսում կանել ես տատի ոտին, ինչ sorry արա, ասա կներեք, նախ մետ կներեք ասա sorry համար, որ տատին չի, հեյ, ասի, հետո նոր ոտին կանելու եմ այդ խեղճ կնգա, sorry, հարաբա մեկ է տենում ես մի հատ քարթու տղա, ուրիշ քարթու տղու ուսով կպնում է, վայ sorry, աղբերս, Հորա մեր են հայկական, հայահունչ, ներողը արա, ուր է կորել։ Առաջ մի հատ տղա ուրիշ տղու ասեր sorry, թեմա կդառնար։ Իսկ հիմա այդ դառած թեմա sorry-ով փագում գնում է։ Շարունակվում են արտասահմանյան բառերի հիթ շքերթը, մյուսը մեր մոտ ուշադրություն գնաց։ Look։ Էլի հայերեն շատ գեղեցիկ, շատ սիրուն տարբերակ գնաց։ Տեսք։ Սիրունա չէ, էլի 4 տար։ Տեսք։ Շատ ճիշտ է, հայկական է, բայց քարթու տղեկ կան, որ սես կանգնած ասում է, աղբեր մետ աղբորդ լուքը գնատի։ Աղբերն է գժված վրեն լուք է մանգալի, որտեղ չի ջոգում ինչ է դա։ Աղբեր ինչ է։ Ո՞վ է բան ասե, արա քեզ։ Ուր է այս ամեն ինչը ասում, տղեկ։ Այս բառերը արդեն մտնում է բակային ենթամշակույթ։ Իսկ դու հեսա դեպքեր են լինելու, ասենք որ բակերում աղջկա բազար լինի, աղջկա բազարոն աղջկա միտինգ լինի։ Մի հատ քարտ մոտիկանալու ասի բրո մի հատ առանձնանանք էլ էսի պերսոնալ խոսակցություն է, էլի մի հատ արի։ Բրո դու ես քվորը մեր դեյթի ես կանչել։ Ես քեզ անցած միտինգի ժամանակ չասեցի, որ ձեր մեջ բացի ֆրենդ զոնից ոչ մի բան չի կարա լինի։
Արա որ այդ խոսում եմ face-ից նայ ինգեր։ Քեզ deadline, մինչև վաղը քուրիկին call կանես, sorry կասես, հարցերը ունենաս, location-ից գիտես դե bye։ Չելա վելի արասի, այս անգլերեն եկեք անգլերենը բակ չմտնի էլի, մեր հայկական բակային խոսակցություն չմտնի էլի, որտեղ մեր բակային խոսակցության մեջ մեր ավանդական, սիրուն, ռուսերեն արա իրեն ամուր հիմքերով կա էլի, աբասնավատը, ուբիդիտը, կուրաժիտը, վասմիրիտը էլի արա, դրանք անփոխարինելի են էլի, եկեք։ Լուրջ, անկեղծ վախենում եմ այս օտար բառեր օգտագործել, ինձ թվում է քանի գնալու ավելի լրջանալու, լուրջ։ Ասենք խորանալու է այնքան, որ հասնի մինչև, չգիտեմ, պասակադրության արարողության։ Պատկերացնում եք հարցն ու փեսեն կանգնած են եկեղեցում, տեր հայրը ստիպված նենց է խոսում, որ հարցն ու փեսեն ունգերները իրանց հասկանան։ Դե որդյագին փեսա եւ դուստր իմ քյութ հարց։ Այս կյանքում բազմաթիվ փորձություններ կան, կրինչ պահեր կան, random թրեշ իրավիճակներ կան, պատրաստ եք իրար սիրել եւ սփորտ անել, դժվարության եւ ուրախության, լավ վայբերի եւ տոքսիկ հարաբերությունների ժամանակ, տխրության եւ չիլ պահերի ժամանակ, մոռանալ միմյանց red flag-ները, մինչև խոր ձերություն լինել միմյանց քրաշ, մինչև abuse-ը չբաժանի ձեզ։ Եթե համաձայն ես, լայքում ես ասածս, կոմենտում ես ու սեղմում ես գմբեթի զանգակի կոճակի։ Կներեք գժված եմ։ Մյուս բառը, որ ես վերջերս շատ օգտագործում ամեն տեղ, անընդհատ դուք լսում եք գնաց։ Influencer լսել եք, չէ՞։ Influencer-ներ են։ Եկեք լավ, մի հատ հասկանանք ովքեր են influencer-ները իրականում։ Ես ուզում եմ բացատրեմ ձեզ ովքեր են։ Ուրեմն մարդը ում կարծիքը կարևոր ազդեցություն ունի մեծաքանակ մարդկանց համար, այսպես կոչված կարծիքների առաջնորդ, ով կարող է ազդեցություն ունենալ սերունդների մտածողության ու ապագայի վրա, կոչվում է ինֆլուենսեր։ Լուրջ, էսի իրական ձևակերպումը, որպեսզի պատկերացնեք, օրինակ, եկեք սկզբից գնանք, որ հասկանաք, գնաց։ Մահաթմա Գանդին, մարդ ով պաշտպանել է հնդիկների կյանքը, արժանապատվությունը, իրավունքները, իր քայլերով հասել է նրան, որ Հնդկաստանը ազատագրել է բրիտանացիներից ու դարձրել է անկախ պետություն, մոտավորապես 1 միլիարդ հնդիկի է մարդը անկախացրել։ Կամ ուրիշ տարբերակ, Նելսոն Մանդելա, ով տասնամյակներ շարունակ պայքարել է ռասայական հավասարության համար, ինչի համար 27 տարի անցկացել է բանտում, իսկ 1993 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի իր պայքարի համար։ Շարունակվում է շարքը։ Մարտին Լութեր Քինգ կրտսերը, ով օգտագործելով տարբեր միջոցներ, խաղաղ եւ ոչ բռնի դիմադրության մեթոդներ, սևամորտ ամերիկացիների հավասարության համար է պայքարել տարիներ շարունակ։ Այս մարդիկ եղել են իրենց ժամանակաշրջանների ամենամեծ ազդեցություն ունեցող մարդիկ, այսպես ասած ինֆլուենսերները, որոնց խոսքերը մեծ ազդեցություն են ունեցել մարդկանց վրա։ Ու հիմա մերօրյա հայաստանյան ինֆլուենսերները, որոնց խոսքերը եւս մեծ ազդեցություն են ունենում մարդկանց վրա, բոլորը լսում են, բոլորը գիտեն ու տարածում են։ Գնաց։ Ես դու Աննայի, իր դավականել աղջիկան։ Merci pour votre vidéo, ça c'est sur rouge, votre rencanelo. Regina not big planning. Պատկերացնում եք նախկին ինֆլուենսերները հիմա ապրեն։ Ու հիմիկվա ինֆլուենսերների կյանքով։ Ասենք Նելսոն Մանդելային Իջևանում, հենց 3 շաբթի մի օրով երրանկյուն կրիշով sense քոթեշ տային, 17-ած թորի դներ ռելաքս բառով։ Շնորհակալություն։ Կամ ասենք Մահաթմա Գանդին միած սուշի սեթ ուղարկեին, հացադուլը թարգեր 3 օր դրանից խոսալ։ Ու վերջում ժողովուրդ, ուզում եմ ցույց տամ միած սկրինշոտ, որը ամբողջությամբ բնութագրում է, թե մենք հայերս ինչքան ենք սիրում խոսալ ուրիշներից ու մոռանանք մեզ։ Ուրեմն տեսեք, մի քանի տարի առաջ Երևանում Մորգենշտերնի համերգներ, ու ես տարիներ առաջ սկրինշոտ էի արել, խնդրում եմ կարդանք կոմենտները։ Ամոթ է, սրան բերում եք Հայաստան, մեր երաժշտությունը թողած ինչեր եք լսում, բա ուր մնաց հայկականը, դե պարզա, լատինատար, մեր կոմիտասը, որ յանի այա այդ տառը,
այս անմակարդակի փոխանեն կոմիտաս լսեք, շատ են քերվացել, կոմիտաս ունեցող ազգը վայնասուններ է լսում։ Ինչքան շատ է խոսվում, չես կոմենտում, լիքը մի 400-500 կոմենտ էր, որտեղ անդադ խոսացվում էր Սայաթնովայի մասին, կոմիտասի մասին, որ մենք հեռու ենք մնացել մեր երաժշտությունից։ Ու տակը կար մի հատ կոմենտ, որ իդեալական բնութագրում էր մեր ապրելակերպը, գնաց։ Ժողովուրդ, այս սաղ լավ եք ասում, բայց այսօր ժամը 7-ին կամերային երաժշտության տանը կոմիտասի երաժշտության երեկոյա լինկը ներքևում դրած է, ընդամենը 11 հատ տոմս է վաճառվել։ Ինչ եմ ուզում ասեմ ամենավերջում, եկեք մեր արարքներով լինենք հայկականի կողքին, ոչ թե մենակ խոսելով, իսկ եթե մենակ խոսում ենք, գոնե խոսենք հայերեն։ Ձեր այդ գրիգներ մի cute stand-up-էր, see you later, merci շատ։